Ինվեստիցիաներ եւ թրեյդինգ, որն է տարբերությունը եւ ինչն է հարմար հենց քեզ։ Ողջույն, այսօր կխոսենք երկու հասկացության մասին, որոնք հաճախ խառնում են իրար՝ ինվեստիցիաներ եւ թրեյդինգ։ Իրականում սրանք երկու բոլորովին տարբեր մոտեցումներ, տարբեր նպատակներով, ժամանակային հորիզոններով եւ հմտություններով բևեռներ են։ Այս տեսանյութի վերջում դու հստակ կհասկանաս, թե որ մոտեցումն է ավելի մոտ հենց քեզ։ Ինչ է ինվեստիցիան։ Ինվեստիցիան երկարաժամկետ մոտեցում է։ Ինվեստորը գնում է ակտիվ, հավատալով, որ ժամանակի ընթացքում այն կաճի իր արժեքով։ Հորիզոնը սովորաբար ամիսներ է, նույնիսկ տարիներ։ Ինվեստորի համար կարևոր չէ, թե ինչ է լինում գնի այդ վաղը։ Նա նայում է ընդհանուր պատկերին, նախագծի հիմունքներին, թիմին, երկարաժամկետ պահանջարկին։ Այս մոտեցումը պահանջում է համբերություն, կարողություն, չհետևել ամեն մի տատանմանը։ Իսկ ինչ է թրեյդինգը։ Թրեյդինգում ժամանակային հորիզոնը կարող է լինել րոպեներ, ժամեր կամ մի քանի օր։ Նպատակը կարճաժամկետ գնային շարժումներից օգուտ քաղելն է։ Սա պահանջում է կանոնավոր ներգրավվածություն, գրաֆիկների վերլուծություն, արագ որոշումների կայացում։ Հիմքում ընկած է ռազմավարությունը, ստրատեգիան, հստակ կանոններ, թե երբ մտնել գործարքի մեջ, երբ դուրս գալ գործարքից, ինչպես կառավարել, money management-ը, risk management-ը, հիմնական տարբերությունները։ Առաջինը ժամանակահատվածն է։ Ինվեստիցիաներում երկարաժամկետ, թրեյդինգում կարճաժամկետ պլանով։ Երկրորդը ներգրավվածության մակարդակը։ Ինվեստորը կարող է վերլուծություն անել մեկ անգամ եւ բավարարվել, հա։ Իսկ թրեյդինգում թրեյդերը պետք է կանոնավոր կերպով հետևի շուկայի շարժին եւ ցիկլերին։ Երրորդը հմտությունները։ Ինվեստորների համար կարևոր է ֆունդամենտալ վերլուծությունը։ Թրեյդինգի համար տեխնիկական վերլուծությունը, գրաֆիկների ընթերցումը։ Չորրորդը էմոցիոնալ մարտահրավերների մասին է խոսքը լինելու։ Ինվեստորի համար դա հավատարիմ մնալն է երկարաժամկետ ծրագրին։ Թրեյդերի համար կարգապահություն պահպանելը արագ փոփոխվող իրավիճակներում, որը քավլիցի այդքան էլ հեշտ չէ։ Ինչպես հասկանալ, թե որն է հարմար հենց քեզ։ Տուր ինքդ քեզ 3 հարց ընդհանրապես։ Առաջին. որքան ժամանակ եմ պատրաստ ամեն օր տրամադրել։ Եթե ժամանակը սահմանափակ է, ինվեստիցիաները կարող են ավելի հարմար լինել քեզ։ Եթե պատրաստ ես ամեն օր սովորել եւ պրակտիկա անել, թրեյդինգը կարող է հետաքրքրել քեզ։ Երկրորդ հարցը. ինչպես եմ արձագանքում կարճաժամկետ տատանումներին։ Ոմանք հանգիստ են զգում իրենց ամենօրյա տատանումների ժամանակ, ոմանք ավելի հարմարավետ են զգում պարզապես դիտարկելով երկարաժամկետ միտումը։ Երրորդ հարցը. ինձ ավելի է հետաքրքրում ուսումնասիրելը, թե ես ուզում եմ ավելի հանգիստ մոտեցմամբ գումար վաստակել։ Թրեյդինգը պահանջում է մշտական ուսուցում, ինվեստիցիաները ավելի շատ ռազմավարական մտածելակերպի մասին են։ Պարտադիր չէ ընտրել միայն մեկը։ Շատերը մի մասը կապիտալի ուղղում են երկարաժամկետ ինվեստիցիաներ, կայուն հիմք կառուցելու համար, իսկ փոքր մասով զբաղվում են թրեյդինգով, հմտության զարգացնելու համար։ Սա երկու առանձին հմտություն է եւ յուրաքանչյուրը պահանջում է իր ուսուցումը, իր պրակտիկան եւ ունի իր նյուանսները։ Որպես ամփոփում, ինվեստիցիաները եւ թրեյդինգը երկու արժեքավոր մոտեցումներ են, իրենց առանձնահատկություններով լի։ Ինվեստիցիաները հարմար են նրանց, ովքեր ուզում են երկարաժամկետ մոտեցում, ավելի քիչ ամենօրյա ներգրավվածություն։ Թրեյդինգը հարմար է նրանց, ովքեր պատրաստ են ակտիվորեն սովորել, զարգանալ եւ պրակտիկայում փորձարկել։ Ինչ մոտեցում էլ ընտրես, հաջողության հիմքում ընկած է կրթությունը։ Հասկանալ, թե ինչպես է աշխատում շուկան եւ ինչպես կառավարել ռիսկը։ Եթե ուզում ես ավելի խորությամբ ուսումնասիրել այս թեմաները, մենք ունենք ամբողջական ծրագրեր, ինչպես նոր սկսնակների, այնպես էլ համեմատաբար ավելի փորձառու մասնակիցների համար։ Շնորհակալություն ընկերներ, մինչև վերջ դիտելու համար, անպայման հավանեք տեսանյութը, կիսվեք ձեր ընկերների հետ եւ սպասեք արդեն մյուս տեսանյութներին։ Հիմա ասեմ առայժմ բոլորին։